Պան Մանուկյան։ Չէ, վախները բռնել եմ։ Մենակ դեմքով Հա։ դեմքով մեծ է։ Հա։ Վախ բռնողը։ Վախ բռնողը չգիտեմ, պարոն Թունյան, բայց ձեր տնտեսագիտական Տորիչելյան դատարկությունը, որ ծափ տվեցիք, այո, ծափ տալու համար եմ ասում։ Ի ցույց կդնեմ հենց այս իմ ելույթի ժամանակ։ Սպասեք։ Այո, հիմի Սենց ասեմ, պարոն Թունյան, ես չէի մտածի, որ իրար հետ սովորելու այդ պարկեշտությունը կմեծանայք միջին վիճակագրական քպայականի նման ծափ տայք։ Լավ, շարունակեմ ես։ Ժողովուրդ ջան, եկեք շարունակենք, իրանք եկան, մենք հարցազրույց ենք տալիս։ Չէ, այսօր երեկվանից հետո էլ չեն համարձակվել, նորմալ կազմակերպել են, մնացած նորմերն էլ է կազմակերպած, նախորդ հարցրել են, ասել են որտեղ եք ուզում, առաջարկում ենք, այդ առումով այսօր դժգոհություն չունեմ։ Այսինքն պետք է հետևողական լինես, որ ոչ մի ծուռ բան չլինի։ Հետո աշխատել սովորացնես։ Հայկ Կոնջորյանը անդրադարձել Հայկ Կոնջորյանը դեռ առիթ կունենա իմ տնտեսագիտական գիտելիքների ծանր, դառը, անդառնալի հարվածները ստանալ։ Ես ու այդ կլինի հենց այս նիստին։ Իմ ելույթի ժամանակ Տորիչելյան դատարկությունը ի ցույց կդնեմ ես։ Պարոն Թունյանի հետ սովորել էինք, ժողովուրդ, ես չէի մտածի, որ պարկեշտ Բաբկենը ուսանողական տարիների կմեծանար, Չէ, խնդրում եմ, նիստի ժամանակ կլինի, պարոն Թունյան, սպասեք, Համբերին համարեք հեսա, բանը, կամերաների առաջ եք, մատիցուց դրեք տեսնենք։ Շատ լավ։ Ձեր տվեք, որ խոսք եք տալիս։ Այո, դուք էլ, խոսք տվեք նիստերին, որ իրար հետ ուղիղ եթերով իմ ասած թվերը ու ձեր տնտեսագիտական գիտելիքները կապված Կոնջորյանի հայտարարած եկամտահարկի ու մնացածի հետ կապված ու հայտարարագրի իրար հետ կվերլուծենք։ Եկեք իմ ասած թվերի մասին ինչ-որ առարկություն ունեք։ Ներողություն։ Ես ասում եմ, Կոնջորյանը ինչ-որ իմ գնահատմամբ անպատասխանատու թվեր հնչեցրեց ու դուք ծափ տվեցիք։ Ես ինչ ներողություն։ Գնահատականը չի, ասում եմ իմ գնահատականն եմ, իմ գնահատականը ի ցույց եմ դնելու նիստերի դահլիճին, դրանից հետո մասնագիտական հնարավորում եմ բանավեճի։ Դուք ընդունում եք ձեռնոցը։ Ես միշտ եմ ընդունում։ Խոսք տվեք, որ դրանից հետո կգաք, իրար հետ ուսումնասիրենք, ու դրանից հետ ներողություն, ես ավարտում եմ։ Նայեք դուք այդ բանավեճերից չխուսափեք։ Մի հատ հարց է պատասխանը։ Պատրաստեք իմ ասած իրավասության դեպքում ներողություն խնդրեմ։ Ինչի իրավասության։ Թվերի իրավասության դեպքում։ Մենք պետք է մի բանի համար ներողություն խնդրենք, որ դուք ձեր ֆրակցիայով այսօր եկել եք ազգային ժողով։ Այ մենակ դրա համար։ Եղավ։ Այդ տեսնում եք, այս մարդիկ խոսք եմ տալիս ձեզ, որ իմ գիտելիքների այդ ծանր հարվածները երկար ժամանակ հնարավորություն կունենան ըմբոշխնելու։ Կոռուպցիայի բացահայտումը տեղի ունենալու։ Այսինքն, որ հավաքվում ասում են, իրանք պիտի հասկանան, որ դիմացը կանգնած է գրագետ մարդ, ով իր ամեն հայտարարության հետևը, եթե ինքը չտեսնի, չկարդա, հայտարարություն չի անի։ Եվ նիստերի դահլիճում ես հատիկ առ հատիկ այդ թվերը ի ցույց կդնեմ, ի ցույց կդնեմ ու նաև օրինակ զարմանք կարտայտեմ ծափ տվողներին։ Բաբկենին ինչի համար եմ ասում, մենք միասին սովորել ենք տնտեսագիտության ֆակուլտետում Թունյան Բաբկենին, եւ առնվազն ինքը լինելով, չգիտեմ, 5-րդ ալիքի լրագրող, 168-ի լրագրող, լինելով վերլուծական անելով, այդ ժամանակ փորձ ուներ, մի քիչ վերլուծականներ անում էր։ Հիմիխյա ծափ տալիս, դա չգիտեմ, հետո հավաքվում է տնտեսական հանձնաժողովի նախագահ դառնալ։ Գիտեք հարցն ինչ է, երբ որ դու իրական թվերը ներկայացնում ես, պատրաստ պետք է լինեն։ Իրանք կարող են ներողություն խնդրել, կընդունեմ ես ներողություն իրան։ Հիմա ասում եմ, այդ արտահայտություն անողին հատիկ ասելու եմ ու դատախազությանն կոչ եմ անելու, ասեմ, այս ասած ետևից գնա։ Եթե չեք գնում, ուրեմն քողարկում եք, կամ եկեք ինձ ասեք սուտ ես ասում, զրպարտելու համար պատասխանատվություն։ Եթե զրպարտելու համար պատասխանատվության չեն ենթարկում, ուրեմն իմ ասածը ճիշտ է։ Համաձայն եք։ Ըստերության բանավեճը, այսպես ասած, հրավերը ընդունեցավ Անտոնյանը։ Ես առավել քան վստահ եմ, որ նիստից հետո, երբ որ ես ներքևը կիջնեմ, իմ համապատասխան գործիքներն կբերեմ, որ ուղիղ եթերով մենք դա քննարկենք, մտածում եմ, որ այնուամենայնիվ Բաբկենը Թունյան չի գա, բայց ես խնդիր չեմ տեսնում։ Ես այսօր եմ ասել, թվերը ինչը որ հրապարակել եմ ու Կոնջորյանը ասեց, որ ես սխալ եմ հրապարակել, ես դրա հիմնավորումը կտամ էլ ավելի խորացված դեպքով, փաստարկված ձևերով կտամ։ Հիմա դրանից հետո թող արդեն Բաբկենը Թունյան գա, մի որպես տնտեսագետ, եթե չեմ սխալվում գիտությունների թեկնածու, կանգնի եւ պաշտպանի հովանավորչությունն ու կոռուպցիան։ Ես եմ